Իսրայելի եւ Իրանի միջև արդեն մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության ապաեսկալացման նշաններ առայժմ չկան։ Կողմերը շարունակել են հարվածները նաեւ այս գիշեր։ Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում հարվածների նոր ալիք սկսելու մասին։ Պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ գտնվում է Իրանի միջուկային հետազոտությունների խոշորագույն համալիրը։ Ըստ իրանական լրատվամիջոցների վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։ Իրանական Ղոմ քաղաքը եւս տուժել է։ Բնակելի շենքին հասցված հարվածներից 2 մարդ է զոհվել, այդ թվում 16-ամյա պատանի։ Կան նաեւ վիրավորներ։ Ղոմից ոչ հեռու է գտնվում Ֆորդոյի միջուկային օբյեկտը։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ղոմին հասցված հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաղեստինյան մասնաճյուղի հրամանատար Սաիդ Իզադին։ Կացը նշել է, որ Իզադին ֆինանսավորել եւ զինել էր պաղեստինյան Համաս խմբավորումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից առաջ։ Կացը հայտնել է նաեւ ԻՀՊԿ-ի հրամանատարներից Բենհամ Շարիյարիի սպանության մասին Թեհրանի արևմուտքում նրա մեքենան թիրախավորելու միջոցով։ Իրանական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել երկու հրամանատարների սպանությունը։ Իրանի առողջապահական գերատեսչությունից հայտնել են, որ իսրայելական ավիահարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 430-ի, ավելի քան 3500 մարդ վիրավորվել է։ Իսրայելն ավելի վաղ հայտնել էր առնվազն 24 զոհի մասին, նոր տվյալներ չեն հաղորդվել։ Իսկ Իրանի հասցրած հարվածներից Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Հոլոն քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։ Թել Ավիվի երկնքում նույնպես աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելի հարավում եւս հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի բանակը հայտնել է գիշերն իրանական 40 անօդաչու խոցելու մասին։ Ըստ Ցահալի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր խոցվել է իրանական 470-ից ավելի անօդաչու, ինչը կազմում է դրանց 99%-ը։ Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որը նախագահում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը։ Նա իր պաշտոնակիցներին հայտնել է, որ Իրանի վրա հարձակվելով Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է լիակատար աղետի մեջ։ Ֆիդանը մուսուլմանական երկրներին կոչ է արել կանգնել Իրանի կողքին եւ նշել է, որ տարածաշրջանում առկա է Իսրայելի խնդիր, հաշվի առնելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, Լիբանանի, Սիրիայի, Եմենի եւ Իրանի ուղղությամբ հարվածները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում դատապարտել է բանակցությունների նոր փուլից առաջ Իսրայելի հարվածներն Իրանի ուղղությամբ։ Նա Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել լուծում գտնել երկխոսության միջոցով եւ թույլ չտալ հակամարտության ընդլայնում։ Նստաշրջանին ժամանած Իրանի արտգործնախարարը հայտարարել է. Թեհրանը չի կարող բանակցությունների գնալ ԱՄՆ-ի հետ, քանի դեռ իրանցի ժողովուրդը ենթարկվում է ռմբակոծությունների հենց Վաշինգտոնի աջակցությամբ։ Մենք ցավոք եկել ենք այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգները հենց սկզբից եղել է այս ագրեսիայի մասը։ Նրանք դա հերքում են, շարունակ պնդում են, որ ներգրաված չեն, բայց շատ բան վկայում է այն մասին, որ նրանք ներգրաված են եղել հենց առաջին օրվանից։ Ցավոք մենք լսել ենք, որ ԱՄՆ-ն կարող է միանալ այս ագրեսիային։ Դա շատ ցավալի կլինի եւ կարծում եմ, որ շատ վտանգավոր կլինի բոլորի համար։ Հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը կազմակերպության պատմության մեջ ամենախոշորն է։ Իրադարձության մասնակիցների թիվը հասնում է շուրջ 1000-ի։ Բացի կազմակերպության անդամներից նստաշրջանին մասնակցում են նաև ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանից առաջ Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, դատապարտելով Իսրայելի ավիահարվածներն Իրանի ուղղությամբ եւ կոչ անելով տարածաշրջանային ու միջազգային ջանքեր գործադրել իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու ուղղությամբ։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Ռուսական հարվածներից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ինչպես նաև մասնավոր տներ։ Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքը եւս հարձակման է ենթարկվել նախնական տվյալներով Կինժալ եւ Իսկանդեր հրթիռներով։ Հետևանքների մասին չի հաղորդվում։ Պայթյուններ են լսվել նաև Օդեսայում, որը հարձակման էր ենթարկվել նաև հունիսի 20-ին։ Զոհվել էր 1 մարդ, 10-ից ավելին վիրավորվել էին։ Սումիում անօդաչուների հարվածից 2 հարկանի շենք է վնասվել, 1 կին վիրավորվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 5 անօդաչու խոցելու մասին։ Ըստ ռուսաստանցի ռազմական փորձագետների, ռուսական ուժերն ակտիվ մարտական գործողություններ են անցկացնում Սումիի մարզի գրեթե 10 բնակավայրերում եւ առաջ են շարժվում ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, իրենց առջև դրված չէ Սումին գրավելու խնդիր, սակայն դա չի բացառվում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այս հայտարարությունն անվանել է անհարգալից վերաբերմունք խաղաղության հասնելու Վաշինգտոնի ջանքերի նկատմամբ։
Sky News Arabia-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի զարգացնել սեփական քաղաքացիական միջուկային ծրագիրը եւ օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։ Նրա խոսքով Ռուսաստանը, ինչպես նախորդ տարիներին, պատրաստ է Իրանին տրամադրել անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն խաղաղ ատոմի զարգացման գործում։ Պուտինի կարծիքով Իրանում միջուկային զենքի մշակումն արգելող ֆեթվայի ընդունումը մեծ նշանակություն ունի։ Ռուսաստանի նախագահը նշել է, թե Իրանը, թե Իսրայելը պետք է մասնակցեն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու բանակցային գործընթացին։ Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը որևէ երկրի, այդ թվում Իրանի կողմից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։